Մանր մոտորիկան ենք զարգացնում։ Զինվորի տանը բացվեց մանկական նյարդավերականգնողական բաժանմունք, որն իր սարքավորումներով աննախադեպ է Հայաստանում։ 10-ամյա Սարգիսն է երկար ժամանակ չքայլելուց հետո զինվորի տանն է ոտքի կանգնել։ Ես տարել եմ 2 հատ վիրահատություն, վերջինը այս ձմեռ, ես չէի կարող քայլել, ինձ օգնել էր Հայկը, ինքը ինձ արել է թերապիաներ։ Նորաբաց բաժանմունքը հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար է։ Այնիշ Սպարտակ, կեցես, ամրացրու, նատ լույսը կվառես, ապտի իմ տղան։ Այստեղ օգնում են այն երեխաներին, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված, մանկաբարձական պարալիչ, զարգացման հապաղումներ ու խանգարումներ, կենտրոնական նյարդային համակարգն է ախտահարված։ Զինվորի տանը բացվեց Արմենակ Ուրֆանյանի սրահում մանկական նյարդավերականգնողական ծառայություն, որը ամբողջովին հագեցած է նորագույն սարքավորումներով եւ թույլ կտա մեր երեխաներին այլևս ամբողջական բուժման գործընթացը, մասնավորապես էրգոթերապիստների, լոգոպեդների, հոգեբանների եւ իհարկե կինեզիստների, վերականգնողական բժիշկների ամբողջ ծավալով աշխատանքները կազմակերպել մեզ մոտ Երևանում, Հայաստանի Հանրապետությունում եւ դա շատ մեծ առավելություն է։ Լավ, հիմա հերթով ինչի։ Երեխաներն այստեղ անմոռաց խաղում են, մի պահ մոռանում ցավի մասին։ Հենց թող տենան սա հələ։ Էլի սազվում։ Հա, ոչինչ։ Ես տեղ Այդ չես ուզում, դե ինչի։ Նյարդավերականգնողական սարքավորումների սրահում խաղերի միջոցով մարզում են մատները, ոտքերը, ողնաշարը։ Ինչ են թույլ տալիս սարքավորումները, իրենց ինտեգրել խաղերի մեջ, իրենք չեն էլ նկատում ինչ են անում եւ ինչի համար են անում։ Թերապիստը բժշկի օգնությամբ, ինչ որ շեշտադրվում է, թե ինչ դեֆիցիտ ունի նյարդաբանական եւ ինչի վրա ենք մենք հենվելու, ինչի կարիք ունենք, դրվում է համապատասխան ծրագիրը, համապատասխան բարդության ընտրվում է եւ պացիենտը, փոքրիկ բալիկները սկսում են խաղալ։ Բաժանմունքի միջավայրն ու ծրագրերը հատուկ հարմարեցված են նաև տեսողական եւ լսողական խանգարումներ ունեցող երեխաների կարիքներին։ Սա այն եզակի կենտրոններից մեկն է, որը կարող է ընդունել ծանր հենաշարժական խնդիր ունեցող երեխաներին, որոնք ունեն ուղեկցող բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տեսալսողական համակարգի խանգարումներ ունեն եւ այստեղ մաքսիմալ ինքնուրույն կարող են լինեն, այսինքն առաջիկայում պատրաստում ենք ներդնել համակարգեր, որտեղ կույր երեխաների համար QR կոդի միջոցով կսկանավորեն եւ ամբողջությամբ ձայնային ուղեկցող կունենան, քանի մետր ինչպես թեքվեն կենտրոն հասնելու համար։ Եվ այն ամբողջությամբ Նախաձեռնությունն իրականություն է դարձել Ֆրանսիահայ բարերար Ժան Դադիկյանի եւ Դադիկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Տարբեր առողջական խնդիրներ ունեցող փոքրիկներն արդեն հնարավորություն ունեն համապարփակ եւ բարձրակարգ բուժում ստանալ հենց հայրենիքում։ Կդնես ժամը 8-ի վրա։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տերղազարյան, Հայլուր։